Հայաստանում ներքաղաքական առավոտը լարված էր ազգային անվտանգության և քննչական կոմիտեի թիրախը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Սրբազան պայքարի աջակիցներն էին։ Վաղ առավոտից խուզարկություններ էին ընդդիմադիր գործիչների, պատգամավորների, ակտիվիստների բնակարաններում։ Առաջին խուզարկությունը Սրբազան պայքար անունը կրող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրից է սկսվել։ Շարունակվել նաև շարժման աջակիցների բնակարաններում։ Մի քանի տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ իրականացված խուզարկությունն ավարտվել է Բագրատ Սրբազանի ձերբակալությամբ։ Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Խուզարկություններ են իրականացվել Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, Հույդա Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղանյանի բնակարաններում։ Խուզարկություններից հետո Դաշնակցության Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին տեղափոխել են քննչական կոմիտե։ ԱԱԾ դիմակավորված ծառայողները խուզարկել են նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը, առգրավել են պատգամավորի երեխաների հեռախոսներն ու պլանշետը։ Քննչական կոմիտեի քննիչները ժամը 8:00-ի սահմաններում եկան տուն, ներկայացրեցին դատարանի որոշում, որով պետք է խուզարկություն անեին տունը։ Ընդհանուր այս process-ը կարծում եմ եւ համոզված եմ կապված է երեք, որ իշխանական թևը ինչ-որ պլան էր գծել։ Խուզարկություններ են եղել Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամների տներում։ Ըստ կուսակցության տեղի ունեցածը Հայոց համազգային միասնություն կուսակցությանը վախեցնելու հերթական փորձն է։ Խուզարկությունների ալիքը տեղափոխվել է նաև Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներ։ Էջմիածին խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով խուզարկվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող Էջմիածնի բնակիչների տները։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են Էջմիածին խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, Արթուր Մակարյանը, Արսեն Խազարյանը, Արմեն Ալեքսանյանը։ Նրանց հետո տեղափոխել են քննչական բաժիններ։ Խուզարկել են նաև Սյունիքի նախկին մարզպետ վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Հակոբյանի կնոջ Էլիզաբետ Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի Էրեբունի բաժին։ Բերման ենթարկվածների շարքում է նաև Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, հրայր Սարգսակ Հակոբյանը, Որդիների կանչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, գործարար Տիգրան Գալստյանը, գնդապետ Միհրան Մաղսուդյանը, Լիդիա Մանթաշյանը։ Բոլորը մեղադրվում են ահաբեկչություն և իշխանազավթում պլանավորելու համար։ Քննչական կոմիտեն է անդրադարձել առավոտվանից մեկնարկած քննչական գործողություններին։ Ըստ քննչականի Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ ՎԳ-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել այն իրագործել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չթույլատրված եղանակով և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական նախաձեռնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Նիկոլ Փաշինյանն էլ է անդրադարձել ստեղծված իրավիճակին ու վստահեցրել Հայաստանի Հանրապետության իրավապահները կանխել են Հայաստանում ահաբեկչության և իշխանազավթման փորձը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն զենք զինամթերքի նկարներ է հրապարակել, պնդելով, որ դրանք հայտնաբերվել են խուզարկությունների ժամանակ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։